Թերթեք հաղորդումը, քանի որ այս թողարկումը շատ հետաքրքիր է լինելու։ Արդյոք գիտեիք, որ բարձրորակ ձիթապտղի յուղը բնական իբուպրոֆեն է, դեղ է։ Գիտնականները պարզել են, որ թարմ էքստրա վիրջին յուղի մեջ առկա նյութը ունի նույնպիսի հակաբորբոքային ազդեցություն, ինչը հայտնի դեղամիջոցները։ Եթե յուղը կուլ եք տալիս կոկորդում, թեթևակի քերոց եւ կծվածություն եք զգում, ապա դա հենց այդ նյութի առկայության նշանն է։ Սա նշանակում է, որ ձեթը բնական է եւ իհարկե օգտակար։ Փաստացի դուք ոչ թե պարզապես սնունդ եք ընդունում, այլ բնական դեղահաբ։ Ձիթապտղի յուղ։ Սա դեղամիջոց չէ, բայց այն հզորագույն դիետիկ թերապիա է։ Գիտական հետազոտությունները հավաստում են, որ դրա կանոնավոր օգտագործումը կարող է կանխարգելել կամ թեթևացնել հետևյալ 10 խնդիրները։ Առաջին՝ քրոնիկ բորբոքումներ։ Ձիթապտղի յուղի մեջ առկա օլեոկանտալը գործում է որպես բնական հակաբորբոքային միջոց։ Այն օգնում է այն մարդկանց, ովքեր տառապում են հոդերի ցավերից կամ մշտական ներքին բորբոքումներից։ Սա հենց ձիթապտղի յուղի ամենակարևոր հատկությունն է։ Եթե ունեք հոդերի ցավեր, ծնկի, մեջքի ցավեր, ապա ձեր առաջին օգնականը կարող է լինել հենց ձիթապտղի յուղը։ Երկրորդ՝ բարձր զարկերակային ճնշում։ Սա ձիթայուղի ամենաուժեղ կողմերից է։ Ձիթապտղի յուղը բարելավում է էնդոթելի անոթների ներքին շերտի ֆունկցիան եւ կարող է նվազեցնել ճնշման դեղերի անհրաժեշտությունը։ Երրորդ՝ երկրորդ տիպի շաքարային դիաբետ։ Յուղը բարելավում է ինսուլինի նկատմամբ զգայունությունը եւ օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, պաշտպանելով նյութափոխանակության խանգարումներից։ Չորրորդ՝ աթերոսկլերոզ։ Այն կանխում է խոլեստերինի օքսիդացումը եւ թույլ չի տալիս, որ վատ ճարպերը կուտակվեն անոթների պատերին, նվազեցնելով կաթվածի եւ ինֆարկտի ռիսկը։ Հինգերորդ՝ մարսողական խնդիրներ եւ փորկապություն։ Ձիթապտղի յուղը գործում է որպես մեղմ լուծողական եւ բնական 27 աղիների համար։ Այն խթանում է մարսողական ֆերմենտների արտադրությունը, օգնում է լուծել փորկապության հետ կապված խնդիրները։ 6. Ալցհեյմերի հիվանդություն։ Ձիթապտղի յուղի բաղադրիչները օգնում են ուղեղից հեռացնել այն սպիտակուցային փառը, որը պատասխանատու է հիշողության կորստի եւ դեմենցիայի, թուլամտության համար։ 7. Ռևմատոիդ արտրիտ։ Ձիթապտղի յուղը հատկապես ձկան յուղի հետ համատեղ նվազեցնում է հոդերի ուռածությունը, առավոտյան կոշտացումը եւ ցավը արտրիտով հիվանդների մոտ։ 8. Ստամոքսի խոց եւ գաստրիտ։ Հետազոտությունները ապացուցել են, որ ձիթապտղի յուղը պայքարում է հելիկոբակտեր բակտերիայի դեմ, որը ստամոքսի խոցի գլխավոր հարուցիչն է։ Օստեոպորոզ ոսկորների փխրունություն։ Այն նպաստում է օրգանիզմի կողմից կալցիումի ավելի լավ յուրացմանը եւ բարձրացնում է ոսկրային հյուսվածքի խտությունը։ Եվ 10. Մաշկային խնդիրներ՝ էկզեմա, չորություն։ Շնորհիվ վիտամին E եւ սկվալենի այն բուժում է միկրոճաքերը, խոնավեցնում է մաշկը ներսից եւ դրսից եւ արագացնում է վերքերի ապաքինումը։ Այժմ խոսենք այն մասին, թե ինչպես ճիշտ օգտագործել ձիթայուղը բուժական նպատակներով։ Ձիթապտղի յուղի բուժական նպատակներով օգտագործելիս ամենակարևորը չափաբաժինն է եւ ժամանակը։ Որպեսզի այն գործի որպես դեղամիջոց, պետք է հստակ հետևել մի քանի կանոնների։ Ոսկե կանոնն է՝ առավոտյան քաղցած փորին խմել։ Սա ամենատարածված եւ արդյունավետ մեթոդն է։ Արթնանալուն պես խմեք 1 ճաշի գդալ էքստրա վիրջին ձիթապտղի յուղ։ Այս ժամին օրգանիզմը ամենալավն է յուրացնում օլեինաթթուն եւ հակաօքսիդանտները։ Այն գործի է գցում լյարդը, լեղապարկը, օրգանիզմը մաքրում է տոքսիններից, թույներից, կարգավորում է աղիների աշխատանքը։ Եթե յուղի համը ձեզ համար ծանր է, որը բնական է, քանի որ այս տեսակը գրեթե մշակված չէ, ավելացրեք մի քանի կաթիլ թարմ կիտրոնի հյութ։ Կիտրոնը կօգնի յուղի ավելի արագ ճեղքմանը։ Երկրորդ՝ մարսողության եւ փորկապության դեմ։ Խառնեք 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղը 1 բաժակ գոլ ջրի հետ եւ խմեք քաղցած փորին։ Այն փափկեցնում է աղիների պատերը, խթանում է մարսողությունը։ Եթե քրոնիկ փորկապություն ունեք, ապա հենց այս տարբերակը կդառնա ձեր առաջին օգնականը։ Երկարատև արդյունքի համար պետք է սա անել հետևողականորեն, առնվազն 10-ից 15 օր։ Բերանի խոռոչի դետոքս։ Սա հին մեթոդ է, որը հրաշալի մաքրում է օրգանիզմը բակտերիաներից։ 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղը պահեք բերանում եւ քաշեք հրե ատամների արանքով 10-ից 15 րոպե։ Այնուհետև թեքեք զանգվածը։ Ոչ մի դեպքում կուլ չտաք, քանի որ այն հավաքել է բոլոր բակտերիաները։ Սա ամրացնում է լնդերը, սպիտակեցնում է ատամները, թարմացնում է շնչառությունը։ Եվ 4. Մաշկային խնդիրների եւ վերքերի դեպքում թեթևակի տաքացրեք յուղը եւ գցեք վնասված կամ չոր հատվածներին, սակայն պետք է տաքացնել միայն մարմնի ջերմաստիճանի չափով։ Էկզեմայի, փսորիազի կամ պարզապես խիստ չոր մաշկի դեպքում այն հանգստացնում է բորբոքումը, արագացնում բջիջների վերականգնումը։
Կարևոր զգուշացումներ։ Երբեք մի տաքացրեք էքստրավիրջին յուղը բարձր ջերմաստիճանի տակ, եթե պատրաստվում եք այն օգտագործել բուժական նպատակով։ Քանակը, չնայած օգտակարությանը, ձիթապտղի յուղը բարձր կալորիականություն ունի, օրինակ 1 գդալը մինչև 120 կիլոկալորի արժի։ Օրական 2-3 ճաշի գդալից ավելին խորհուրդ չի տրվում օգտագործել, քանի որ արդեն խնդիր կունենաք ավելորդ քաշի հետ։ Հակացուցումներ։ Եթե ունեք լեղապարկի քարեր կամ սուր խոլեցիստիտ, նախքան քաղցած փորի յուղ խմելը պարտադիր խորհրդակցեք բժշկի հետ, քանի որ այս յուղը ունի ուժեղ լեղամուղ ազդեցություն եւ կարող է շարժել քարերը։ Իսկ այժմ կարճ ձևակերպենք, թե ինչ կլինի ձեր առողջության եւ օրգանիզմի հետ, եթե 1 ամիս շարունակ ամեն առավոտ ձիթապտղի յուղ խմեք։ Ձեր օրգանիզմում տեղի կունենան հետևյալ դրական փոփոխությունները։ Առաջին՝ մարսողության վերագործարկում։ 1 ամիս հետո դուք կմոռանաք փորկապության եւ ծանրության զգացման մասին։ Ձեր աղիները կաշխատեն ժամացույցի պես։ Մաշկը կդառնա ավելի խոնավ, առանցքական, դեմքի գույնը կպարզվի։ Կզգաք թեթևություն եւ էներգիայի ավելացում, քանի որ լյարդը կսկսի ավելի արդյունավետ մաքրել արյունը թույներից։ Հայրան մեջ կբարելավի լավ եւ վատ խոլեստերինների հարաբերակցությունը, պաշտպանելով ձեր սիրտը։ Կնկատեք, որ ուտելու ցանկությունը հատկապես քաղցրի հանդեպ նվազել է, քանի որ ձիթապտղի յուղը հագեցնում է եւ կարգավորում նաեւ շաքարի մակարդակը։ Կարճ ասած, 30 օր հետո դուք կզգաք ձեզ ավելի թեթև, ավելի մաքուր եւ առողջ, թե ներսից եւ թե դրսից։ Առհասարակ ձիթապտղի յուղի մի քանի տեսակներ կան եւ շատ կարեւոր է հասկանալ, թե որ տեսակն է ձեզ պետք, քանի որ սխալ ընտրությունը կարող է ձեզ ոչ միայն զրկել օգտակար հատկություններից, այլև վնասել առողջությունը։ Եվ այսպես ամենաօգտակարը եւ բարձրագույն կարգի բնական յուղը էքստրա վիրջին օլիվ օիլ տեսակն է։ Սա ամենաթանկարժեք եւ օգտակար տեսակն է։ Այն ստացվում է ձիթապտղի մեխանիկական առաջին մամլման արդյունքում, առանց որևէ քիմիական նյութի եւ բարձր ջերմաստիճանի։ Այս տեսակի յուղը ունի վառ արտահայտված համ, բույր եւ թեթևակի կծվություն, երբ դուք խմեք ձեր կոկորդը մի թեթև քերելու է։ Ուշադրություն, սակայն սա նախատեսված է միայն թարմ վիճակում օգտագործելու համար, այն չի կարելի եփել կամ տապակել։ Աղցաններ, պատրաստի կերակուրների վրա լցնելու, բուժիչ նպատակներով քաղցած փորին խմելու համար։ Խորհուրդ չի տրվում սրանով տապակել, քանի որ բարձր ջերմաստիճանի տակ այս տեսակի յուղի օգտակար նյութերը քայքայվում են։ Հաջորդ երկրորդ տեսակը վիրջին տեսակի յուղն է։ Սա նույնպես ստացվում է մեխանիկական ճնշման միջոցով, սակայն ձիթապտղի որակը կարող է մի փոքր զիջել առաջին տեսակին։ Սակայն այն ունի ավելի մեղմ համ, քան էքստրա վիրջինը, հարմար է աղցանների եւ այնպիսի կերակուրների համար, որոնք պատրաստվում են ցածր ջերմաստիճանի տակ, օրինակ շոգեխաշված վիճակում։ Երրորդ տեսակը ռաֆինացված, զտված տեսակն է։ Այս յուղը անցնում է քիմիական եւ ջերմային մշակում, հոտը եւ կծվությունը հեռացնելու համար։ Այն գրեթե չունի հոտ եւ համ, գույնը բաց դեղնավուն է, սակայն եթե համ ու հոտ չունի, սա նշանակում է, որ այն մշակված է, եւ սա միայն տապակելու եւ բարձր ջերմաստիճանով կերակուրներ պատրաստելու համար է։ Այն չի այրվում, չի առաջացնում քաղցկեղածին նյութեր այնքան արագ, որքան բնական յուղերը։ Այսինքն, եթե դուք ցանկանում եք տապակելու համար ընտրել ձիթապտղի ձեթ, ապա ընտրեք հենց այս տեսակը։ Հաջորդ տեսակը օլիվ օիլ տեսակն է։ Սա սովորաբար ռաֆինացված եւ էքստրա վիրջին չմշակված յուղերի խառնուրդն է։ Միջին որակի յուղ է, ունիվերսալ տարբերակ է։ Սրանով կարելի է եւ տապակել եւ ավելացնել սոուսների մեջ, եթե չեք սիրում էքստրա վիրջինի ուժեղ հոտը։ Եվ 5-րդ տեսակը Olive Pomace Oil։ Ստացվում է ձիթապտղի արդեն մամլված մնացորդներից, կորիզից, կաշվից, քիմիական լուծիչների օգնությամբ։ Սա համարվում է մնացորդային յուղ եւ ամենավատ եւ ամենացածր որակի տեսակն է, ամենաէժանը նաեւ, գրեթե զուրկ է վիտամիններից։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար այսքանը։ Եթե տեսանյութը օգտակար էր, հավանեք այն դնելով լայք։ Ձեր լայքերն ու մեկնաբանությունները շատ կարևոր են մեր հետագա աշխատանքի համար։ Մեկնաբանություններում գրեք. գիտեք ձիթապտղի յուղի օգտակարության մասին, կիրառում եք այն բուժական նպատակով, թե ոչ։ Առողջ եղեք, լավ մնացեք, մինչ նոր հանդիպում։